Նիկոլ Փաշինյանի գլխավոր գերագույն հրամանատար լինելու հետևանքը ու արդյունքները արդեն տեսել են մեր մաշկի վրա։ Եվ այո, ասում եմ որպես պատերազմական իրավիճակում զինված ուժերի գլխավոր հրամանատար։ Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա։ Վարչապետը մարտ է ղեկավարում կամ ղեկավար է։ Հանկարծ որևէ մեկը չկասկածի այդ հրամանատարական հատկությունների վրա որևէ մեկը։ Ես թիվ 1 պատասխանատուն եմ, բայց թիվ 1 մեղավորն եմ։ Բաուվա։ Թե մեծ պատերազմի ընթացքում, թե փոքր միջադեպերի հետ կապված ու ինչպիսի ինքը գլխավոր հրամանատարը մենք արդեն գիտենք, այդ մեկ։ Երկրորդը տպավորությունն է, որ պայմանավորվածություն ունեն եւ հիմա էլ արդեն Ադրբեջանի հետ պասերով են խաղում եւ այս իմաստով իհարկե Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է Ադրբեջանին, Թուրքիան մնացած բոլորին ունենալ այսպիսի վարչապետ հակառակորդ երկրում իհարկե երանություն է, իրանք պիտի շատ ջանք գործադրեն, որպեսզի ստանան այսպիսի продукт. Какие-то действия, ну давайте будем откровенны, да, безусловно, Азербайджан заинтересован в победе Пашиняна и его партии. И, значит, соответственно, нужны какие-то действия, поддержку Пашиняна, но чтобы это было не столь открыто и откровенно, чтобы не обвиняли его в проазербайджанской позиции, а при этом он бы показывал бы, что его политика приносит определенные плоды как на внутренней, так и внешней платформе. Я призываю сотни тысяч моих армянских подписчиков голосовать за Никола Воваевича Пашиняна.